Սա Հայաստանի Հանրապետության հնարավորությունները կասեցնող եւ գուցե մոտալուտ ապագայում կամ հեռահար ապագայում աներկբայորեն հայկական պետականության ոչնչացումը սկիզբ դնող փաստաթղթի մասին է խոսքը։ Այդքան հորեդես է։ Սերժ Սարգսյանը իր կոստյումը կարելիս, ճակերտավոր ասած, սահմանադրական հեղաշրջման գնաց Հայաստանի Հանրապետություն եւ Նիկոլ Փաշինյանը այդ կոստյումը հագել է եւ չի էլ պատրաստվում հանել։ Մենք ինչքան էլ չընդունենք կամ ինչքան էլ ուզենք անդեսել, մենք այս պատերազմը դանուլ դված ենք, բարդված ենք այս պատերազմը եւ գտնվենք դուփիգի մեջ, այսինքն մենք հասած ենք փուլիմը, ինչ ալ լա այս թուղթի այլընտրանքը խաղաղությունը չէ, պատերազմն է։ Այս պատերազմը մեր ցանկացածը չի, մեզ պարտադրել են եւ հիմա հարվածում են մեզ։ Ես կասկած չունեմ, որ եթե հայ ժողովուրդը համախմբվի ու կարողանա հավասարարժեք պատասխան տալով երկիրը զորացնի, հզոր Հայաստան ստանա, մենք պատերազմից այդ ժամանակ կխուսափենք, որտեղ որևէ մեկը չի հանդգնի հզոր Հայաստանի վրա զորքով գա։ Մեր ժողովուրդն ալ վանողական բան ունի պատերազմին հանդեպ։ Մեր ժողովուրդը այսօր պատերազմեն գվախնա, բարոն Սիմոնյան, ադի մենք ճիշտ պետք է դիտարկենք։ Իրականություն է սա։ Վճռորոշ թե ճակատագրական Արևելքի արտակով բարև ձեզ, անգեղծ զրույցն է այսօր եւ խոսքը կվերապերի վերջին օրերուն օրագարկ դարձած Հայաստան-Ադրբեջան բանակցություններու որոշակի փուլի երևման։ Այս առումով հյուրս Հայաստանի շնորհապետական գուսակցության նախագահ, ինչպես նաեւ քաղաքական գիտություններու տեխնազու Գուրգեն Սիմոնյանն է։ Բարի եկած եք, պարոն Սիմոնյան։ Գիտեք, վերջին օրերուն այս օրագարկը դարձավ հայ ժողովրդի, ամբողջ հայ ժողովրդի եւ Սփյուռք եւ Հայաստան դակ օրագարկը եւ մեզի համար բարձ չէ արդյոք վճռորոշ փուլ կմտնենք թե իրոք ճակատագրական այն իմաստով որ ճակատագրական գորուստներ պիտի ունենանք թե մեզի համար մեր հայրենիքին համար իրոք բախտաբեր եւ դրական նոր լիցքի օրեր պիտի լան խաղաղության գնքումով ինչպես կգնահատեք իրավիճակը ճակատագրական սա Հայաստանի Հանրապետության հնարավորությունները կասեցնող եւ գուցե մոտալուտ ապագայում կամ հեռահար ապագայում աներկբայորեն հայկական պետականության ոչնչացումը սկիզբ դնող փաստաթղթի մասին է խոսքը Այդքան հորեդես եք Այո, որտեվ այս փաստաթուղթը ինչքան էլ անվանեն խաղաղության պայմանագիր, այստեղ որևէ դրույթ, որ մատնանշվեց վարչապետ Փաշինյանի կողմից եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից, փոխհավասարության սկզբունք գոյություն չունի։ Նախ այս փաստաթղթով թեպետ եւ ամբողջ բովանդակությունը հրապարակված չի, մենք հորդորում ենք, որպեսզի արտաքին գործոց նախարարությունը հրապարակի ամբողջ բովանդակությունը փաստաթղթի, այնուամենայնիվ տարբեր հարցազրույցներից, տարբեր խոսույթներից մենք կարող ենք ենթադրել, թե ինչ կա այնտեղ պարփակված։ Առաջինը այն է, որ Հայաստանի Հանրապետության պահանջատիրությամբ պայմանավորված այն իրավաքաղաքական քարտեզը, որը առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգում ընդունվեց Այնուհետև չմերժվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ձևավորված աշխարհակարգով, այժմ արդեն փակուղի է մտնելու եւ իսպառ անհետանալու է հայկական օրակարգից։ Իսկ մենք գիտենք աքսիոմատիկ մի ճշմարտություն, որ ներկայիս ապրող սերունդը իրավունք չունի զրկելու ապագա սերունդներին ապագա հնարավորություններից, որտեղ մենք թույլ էինք այսօր եւ մեր թույլությունը չպետք է անդրադառնա մեր ապագայի վրա Մեր թույլությունը պետք է մնա ժամանակի մեջ եւ անցնի պատմության էջերի մեջ իսկ ապագա հնարավորությունները երբ որ կբացազատվեն նոր սերունդները ավելի տաղանդավոր կլինեն ավելի կշատանան հայաշատ Հայաստան կդառնա համահայկական Հայաստանի Հանրապետություն կդառնա հնարավորությունները ել կմեծանան այս ժամանակահատվածի թույլ սերունդի թողած հետքը ազդեցություն է ունենալու նրանց հնարավորությունների բացազատման վրա։ Չի կարելի թույլ տալ սա։ Սա ինչ վերաբերում է ֆիզիկա աշխարհագրական խոսույթին, որովհետև այս փաստաթղթով, որքանով որ ես հասկանում եմ, Արցախի հարցը փակվում է, Արցախահայերի իրավունքների հարցը մերժվում է, լուծարվում է Մինսկի խմբի համանախագահությունը,
Ցեղասպանության հարցն է փակվում, Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների իրագործման փաստն է փակվում, որտեղ հետ են կանչվում միջազգային քրեական դատարանից այն վարույթները եւ հայցերը, որոնք որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել էր ընդդեմ Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի։ Այստեղ մանիպուլացնում են, ասում են, որ երկու ստեկ է տեղի դա ունենում, այսինքն ինչպես մենք ենք հետ կանչում, այնպես էլ ադրբեջանցիներն են հետ կանչում, մեզ ինչ դրանից, եթե Ադրբեջանը իր սուտը պետք է հետ կանչի, մենք մեր ճշմարտությունը պետք է հետ կանչենք։ Ադրբեջանի սուտը այսպես թե այնպես միջազգային քրեական դատարանը չէր է բավարարելու։ Նրանք ինչպես սուտը ներկայացրել էին, այնպես է վարույթը գնալու էր, հետաքննություն էին անցկացնելու եւ մերժելու էին, ինչպես որ բազմիցս բոլոր կետերն են մերժվել։ Բայց մեր ճշմարտությունը եւ արդար պահանջը միջազգային հանրությունը եւ քրեական դատարանը դատապարտելու էր եւ քրեական պատասխանատվության էր ենթարկելու Իլհամ Ալիևից սկսած միջև վերջին ասքյարը եւ ամբողջ պետական համակարգը, որ հանցագործություններ է գործել հայ ժողովրդի դեմ, այդ թվում նաեւ արցախահայերի դեմ։ Այնտեղ հնարավորություններ կա ճանապարհների արտոնյալ օգտագործման, այդպիսի տպավորություն ես ստացա վարչապետ Փաշինյանի ասելով, եթե ճանապարհների արտոնյալ կարգավիճակը կա, այսպիսի թույլ Հայաստանը չի կարողանալու Սյունիքի նկատմամբ ազդեցություն պահի։ Որտեղ մենք թույլ ենք, որ միայն ճանապարհի արտոնյալ հարցը լինի, իսկ այդ արտոնյալ հարցը ճանապարհի ինչի պետք է միակողմանի լինի, Ադրբեջանը օգտվի, մենք ոչ։ Հիմա մենք գվերաթարնանք այդ միջանցքի խնդրին։ Երկրորդ ուղղակի շարունակելով, որ կետերը կիսատ չմնա, այնտեղ կա հարց սահմանադրության փոփոխման։ Ընդ որում, եթե սահմանադրության փոփոխման հարց լինի, ապա սահմանադրության ներածական հատվածը եւ գերկարծր նորմատիվ իրավական ակտերն են ուզում փոփոխել, որը փոփոխման իրավունք չունի որևէ մի իշխանություն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ սահմանադրական գերկարծր նորմատիվ իրավական ակտերը անգամ հանրաքվեի միջոցով հնարավոր չի փոփոխել։ Դրանք բաց թողնված իրավական ակտեր են, որ տիեզերական նշանակություն ունեն, սերունդների իրավունք չունեն դրան մատով դիպչելու։ Օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը որտեղ սահմանում է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Սա փոփոխման ենթակա չի, ոչ մի հանրաքվեով չեն կարող փոխել։ Օրինակ Հայաստանի Հանրապետության երկրորդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երրորդ հոդվածը 114-րդ հոդվածը, որը 1995 թվականի սահմանադրությամբ եւ 2005 թվականի սահմանադրություններով կար, բայց 2015 թվականի սահմանադրությամբ այդ 114-րդ հոդվածը այլևս չկա, փոխվել է։ Այսինքն Սերժ Սարգսյանը իր կոստյումը կարելիս ճակերտավոր ասած սահմանադրական հեղաշրջման գնաց Հայաստանի Հանրապետություն եւ Նիկոլ Փաշինյանը այդ կոստյումը հագել է եւ չի էլ պատրաստվում հանել։ Սահմանադրական փոփոխությունները մեզ կտրելու է Հայաստանի առաջին հանրապետությունից Նիկոլ Փաշինյանի մոտեցման փոփոխությունները, որ նա հայտարարում էր, որ մենք այժմ պետք է տարածաշրջանային սահմանադրություն ունենանք, դրանից ավելի աբսուրդային եւ խեղկատակ արտահայտություն դժվար է երևակայել, որովհետեւ սահմանադրությունները ներքին օրակարգով պայմանավորված ներքին փաստաթղթեր են, դիտողոսակիր ազգի կողմից հրապարակվող եւ ընդունվող, տարածաշրջանի եւ աշխարհաքաղաքական իրողությունների հետ կապ պետք է չունենան։ Գիտեք, պարոն Սիմոնյան, այս բոլորը ես կհասկանամ եւ չեմ ուզեր այս ծեր խոսույթը դեղատրել, մենք շատ դխրահարճակ բառ ունենք մեր քաղաքական կյանքի մեջ, ասպեկտներում մեջ, որ կգոչվի ոչ մի տիզականություն կամ մաքսիմալիզմ։ Ես կհասկանամ ծեր վրդովմունքը, բայց նաեւ մենք պետք է դիտարկենք, որ մենք ինչքան էլ չընդունենք կամ ինչքան էլ ուզենք անդեսել, մենք այս բادرազմը դանուլ դված ենք, բարդված ենք այս բادرազմը եւ բարդված գոմ որպես մենք գտնվենք ծեր բարերով արևելայրը գործածեն դուփիգի մեջ, այսինքն մենք հասած ենք փուլիմը, որ այս ինչ ալը այդ թուղթը ես որպես լրակրող ուզեմ դիտարկել, ոչ որպես քաղաքական կորձիչ կամ քաղաքակետ կամ սենք ազգային շունչով առաջնորդվող մարդ ինչալ լա այս թուղթի այլընտրանքը խաղաղությունը չէ, բادرազմն է։ Այդ մասին ինչ կմտածեք, որովհետև գսեմ դարձյալ քիչ առաջ նշեցիք դրամապանական եզրույթներ կան ձեր խոսքերում մեջ, որ հավասարության նշան չի գա,
որովհետև բարձ է որ չի գա, որովհետև Ադրբեջանը այսօր առավելություններ ունի եւ ռազմական, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ շրջանային։ Մենք կտեսնենք, որ Հայաստանը ուղղակի լքված իրավիճակի մեջ է։ Սա իրականություն է, սա ցավի սիրտ այդպես է։ Եվ այդ իրականության մեջ մենք բոլորս ինչ որտեղ մեր մեղքերը ունենք, այսինքն որբեսի ես խուսափիմ այդ գիտեք նորույթ է մեր մոտ հայկական դիրույթի մեջ իրար մեղադրելը եւ մեկ հոգի կամ սևացնել կամ հանցավոր դարձնել կամ գլխադել եւ այլն, բայց այդ բոլորն անգախ մենք բոլորս մեղավոր ենք ստեղծված իրավիճակի մեջ եւ այս վիճակեն դուրս գալու համար ելքեր պետք է գտնենք։ Բիդի վերաթարնամ հարցիս, արդյոք այս բոլորը, այս մեր գարքավիճակը ցեզի չեն մտահոգեր, որովհետև բարդված բեդություն մնենք մենք այսօր։ Եվ Ադրբեջանը այդ բոլորը ճիշտ լավ դիտարկելով է, որ գշտաբե կամ իր հրեդորապանությունը օգտագործե դակավին մեզ ահու սարսափի մատնելու համար։ Պատասխանելով ձեր հարցին, համաձայն չեմ։ Որտեվ ես հարցին մոտենում եմ ոչ թե հուրրա հայրենասեր, ոչ մի թիզական եւ մաքսիմալիստ, այլ դասական գիտության վրա հիմնված պրագմատիկ քաղաքագետ։ Իմ նեղ մասնագիտությունը պաշտպանական անվտանգային համակարգն է եւ ես աշխատել եմ նաեւ այդ ուղղությունում Հայաստանի Հանրապետությունում, գիտնական վերլուծաբան եմ եղել, պատերազմի տեսությունը իմ առարկան է եւ պետության ռազմավարական քաղաքականությունը։ Ես խոսում եմ պրագմատիկ քաղաքականության մասին, իրական քաղաքականության որը մեզ շատ պետք է։ Ոչ թե երևակայական այն նարատիվների, որը որ մեզանում սերմանել են։ Ինչի հետ ամենակարևորը համաձայն չեմ։ Դուք ձեր հարցի մեջ կոնցեպտուալ որոշակի սխալմունքներ թույլ տվեցիք, որ կառուցեցիք ամբողջ տրամաբանությունը, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը եւ ներկայիս կառավարությունը։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը չի պարտվել։ De facto մենք բարդված ենք։ Չէ, լսեք, միջև վերջ լսեք։ Հայաստանի Հանրապետությունը չի պարտվել, որտեղ պատերազմը շարունակվում է։ Պատերազմի ակտիվ ֆազան ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ակտիվ ֆազան, շատ լավ։ Բայց պատերազմի պատումների, հիբրիդային պատերազմի եւ նարատիվների պատերազմի եւ հոգեբանական պատերազմների ամբողջ ընթացքը շարունակվում է ընդհուպ մինչև այսօր։ Եվ դրանք ցանկացած պահի կարող են թևակողել ակտիվ ֆազայի, ընդ որում 2020 թվականից հետո էլ տևական ժամանակ մերտ ակտիվ ֆազայի թևակողում էր, սառչում էր։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականի ապրիլյան քառորիայից հետո մինչև 2025 թվականը ընդհուպ գտնվում է պատերազմի մեջ։ Քանի կա պատերազմ, չկա պարտված կողմ։ Սա մեկ։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է 2020 թվականին որպես օժանդակող կողմ Լեռնային Ղարաբաղին պաշտպանության բանակը զինված ուժերով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երկրի պաշտպանական դիմադրողական հնարավորությունների 10%-ն է։ Մնացած 90%-ը չի զորաշարժվել եւ մարտի մեջ չի դրվել։ Այսինքն 2020 թվականի ռազմական գործողություններին Հայաստանի Հանրապետությունը խուսանավել է, չի մտել պատերազմի մեջ։ Դուք այդ հիմնվելով է որ ենթադրություն ունիք թե մենք կարող ենք հաջորդ պատերազմը հաղթել։ Այդ է։ Տեսեք իմ ենթադրությունը որն է, կհաղթենք թե չենք հաղթի, դա հարցի մյուս մասն է, բայց այստեղ կա մի խնդիր, որ պատերազմը շարունակվում է։ Եվ ըստ երևույթին մեր դարաձաշրջանի մեջ կներեք պատերազմը թաթար չի ունենալու։ Չի ավարտվել դեռ եւս ու երկար տևելու է։ Հիմա մենք ունենք որոշակի 70-ամյա հովանոց, սա դա խորհրդային միությունն էր, 70-ամյա պերմանենտ հովանոց կար, որ հարձակումը Հայաստանի նկատմամբ կստացվեր հարձակում ԽՍՀՄ նկատմամբ, դրա համար այդ հարաբերական անդորից օգտվում էր հայ ժողովուրդը, դա ջերմոցային իրավիճակ ձևավորեց, որ մի քիչ ազգային մշակույթ ձևավորվեց, գյուղատնտեսական իրավիճակից դարձանք ինդուստրիալ պետության, ինչ որ մշակութային գործիչներ ծնվեցին, ինչ որ հայացքներ ձևավորվեցին, անկախական մոտեցումներ ծնվեց, որ հետո Հայաստանի Հանրապետությունը, բայց հիմա մենք արդեն հետ խորհրդային իրողություններից հայտնվել ենք մեծ մերձավոր արևելյան տարածքում եւ այս ռազմական գործողությունների ուղիղ մասնակիցի կարգավիճակով մեծ մերձավորյան արևելյան տիրույթում։ Ընդ որում այստեղ մի կարևոր հանգամանք ասեմ, կհաղթենք թե չենք հաղթի, հարցի մյուս մասն է, բայց որ պատերազմը շարունակվում է, փաստ է։
Ընդ որում այդ պատերազմի վերջնակետը մեր թշնամիների տեսակետից գիտեք որն է։ Հայաստանի ոչնչացումը։ Ոչնչացումը, ապրեք։ Հիմա այդ ոչնչացմանը բանգսեք, միանշանակ այդպես համաձայն չեմ ձեր հետ իհարկե։ Դա ձեր իրավունքն է։ Հիմա Հայաստանի Հանրապետության լիակատար ոչնչացումն է մեր թշնամիների վերջնակետը։ Այդ ոչնչացմանը կհասնեն հիբրիդային պատերազմի մեթոդներով, պատումների, նարատիվների պատերազմով, թե հոգեբանական պատերազմով, թե կոնվենցիոնալ զինված ուժերի զորաշարժմամբ, թշնամին բոլոր մեթոդները կիրառում է։ Հիբրիդային պատերազմի տարրերից մեկը ճակերտավոր ասած խաղաղության պայմանագիրն է եւ դրա վերջից եկող այն փաստաթուղթը, որով որ անվանում են Հայաստանի դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Ինչ տարբերություն ձեզ համոզի Տավուշից 4-ը գյուղ տակ, թե հարցակվի վերցնի այդ գյուղերը։ Նույնն է, կարևորը արդյունքն է։ Արդյունքն է կարևորը։ Հիմա ինչ տարբերություն ձեզ համոզի դուք փաստաթղթի տակ ստորագրեք, որը ձեր լիակատար կապիտուլյացիան կլինի, թե հարցակվի մտնի Երևան, դա պարտադրի։ Ուղղակի Երևան մտնելու պարագայում աշխարհին պետք է պատասխան տա, թե ինչի մտավ Երևանը, սենց ճնշում գործադրելով ձեր ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ընդ որում ապիկար ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որը 5 տարի ժամանակ կորցրեց, ոտքի չկանգնեցրեց ամբողջ պետական կառավարման համակարգը, ժողովրդին դիմադրողունակ չդարձրեց, փախավ այդ ընդհարումներից, պատասխանատվությունից, իրեն խաբելով, որ խաղաղության դարաշրջան կսկսի, խաղաղ ճանապարհով է Հայաստանը տանում ինքնակործանման։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի պարտվել, ամբողջ աշխարհի հայերին ես դա իլուր հայտարարում եմ։ Այն պարզ պատճառով, որ պատերազմը շարունակվում է, եւ այդ պատերազմի վերջնական նպատակը մեր թշնամիների կողմից Հայաստանի Հանրապետության լիակատար ոչնչացումն է, այդ դեպքում ռետորական հարց, սիրելի հայեր, աշխարհի որ ծագում էլ կապրեք, եթե պատերազմը ընթանում է գոյութենական, լինել չլինելու, ապա ով պետք է լինի վերջում։ Եթե դուք հանդուրժում եք, որ ձեր թշնամիները պետք է լինեն, դուք չլինեք, ապա դա ձեր խնդիրն է։ Գիտեք, կարևոր գետ մտրիկ իմ առջև մեր ժողովրդի վերջին 35-50 տարվա պատմության ամենակարևոր խարիսխները մեկը նետեցիք, այն իմաստով խոսեցաք զորաշարժի մասին եւ դարբեր առիթներով դուք շատ լավ գիտեք, դերևս մանգահասակ էիք 88-յան շարժումը ինչպես փոխեց Հայաստանի հունը, նույն Ղարաբաղյան խնդիրը, հիմնախնդիրը փոխեց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, նույն Ղարաբաղյան հարցն էր նաև, որուն հետևանքով դեղի ունեցավ իշխանափոխություն, պատերազմի գուսակցություն, խաղաղության գուսակցություն, մեծ դարանչադումներ։ Սակայն գարձեք այսօր ինչ որ շատեր գսեն Ղարաբաղյան էջը փակված է, ըստ երևույթին փակված չէ։ Արդյոք այսօր մեր ժողովուրդը ներուժը ունի այս Ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներուն երթալով վերա տասավորվիլ, որովհետև գիտեք 5 տարվա փորձի մասին որ նշեցիք, հարկելի է ցերտի դարգումը, բայց գարձեք մեր ժողովուրդն ալ վանողական բան ունի բادرազմին հանդեպ։ Մեր ժողովուրդը այսօր բادرազմեն գվախնա, բարոն Սիմոնյան, ադի մենք ճիշտ պետք է դիտարկենք։ Իրականություն է սա։ Լավ, հիմա տեսեք, այո, վերջից գանք։ Ժողովուրդը պատերազմից կվախենա։ Հիմա հարց եմ տալիս, պատերազմը ենթադրենք մահն է։ Վախճանն է Հայաստանի։ Չէ, յուրաքանչյուր պատերազմ։ Չէ, իմ օրինակը զարգացնեմ։ Պատերազմը ենթադրենք մահն է։ Շատ բարի։ Մահվանից բոլոր առողջ մարդիկ կվախենան։ Բայց այսպեսի մի հարց։ Հիմա մարդուն վրան ատրճանակ են պահել, ասում են քեզ գնդակահարելու եմ։ Մարդը կամ պետք է վախենա, ոչինչ չանի եւ դառնա զոհ, կամ պետք է ինքնապաշտպանվի, կամ ատրճանակ չեն պահում իր վրա, ասում են լավ, ես քեզ կարող եմ սպանել, բայց առայժմ չեմ ուզում սպանել, ալի քեզ քնաբեր տամ, ուղակի քնի հանգստացի։ Մեզ քնաբեր են տալիս, սրսկում են այդ քնաբերը, ներարկում են քնաբերը, որից հետո հետևելու է թույնի ներարկումը, սպանության էլի։ Ինչ տարբերություն, եթե դուք նույն ռիսկի առաջ եք կանգնած, խիզախեք ամբողջ ձեր ոգով, նայեք խնդրի աչքերին, դիտակցելով, որ այդ խնդրի առաջ եք կանգնած, քան ինքնախաբեությամբ գնաք նիրհելու, որից հետո այդ ինքնաոչնչացումը եւ վախճանը տեղի է ունենալու միևնույն է։ Հիմա պատերազմը իրողություն է, պատերազմից վախենալ պետք չի, ես ինքս մարտի դաշտում եմ եղել։
Ես պատերազմի մասնակից եմ ու պատերազմը տեսել եմ մեջից եւ եղել եմ այն ռազմաճակատում, որը անվանում էին դժոխք։ Ես հրաշքով եմ հետ եկել։ Կարելի է ասել բախտի բերմամբ։ Ես պատերազմի մասնակցի կարգավիճակով եմ ասում, ձեզ պատերազմից վախենալ պետք չի։ Պատերազմը մեզանում ինչի է վախ հարուցում, որտեղ մենք միշտ եղել ենք պատերազմի ռազմադաշտ, թատերաբեմ, բայց կողմ չենք եղել, որտեղ պետականություն չենք ունեցել։ Ասեմ մեզ օգտագործել են, մենք միշտ տուժել ենք, բայց պատերազմից կարելի է նաև շահել, եթե պատերազմը քեզ պարտադրվում է։ Եթե մի բան անխուսափելի է, դու պետք է առերեսվես այդ անխուսափելիին սթափ մտայնությամբ եւ ճշգրիտ հաշվարկներով։ Սա ինչ վերաբերում է պատերազմի վախեցնել կամ չվախեցնելու։ Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, որովհետեւ ամբողջ աշխարհում ժողովուրդները իրենք իրենցով հավասարարժեք գնահատական իրողություններին չեն կարող տալ։ Ինչպես Յոհան Գյոթեն էր ասում էր ազգի 10%-ը պետք է կարողանա ուղղորդի ժողովրդին, դա գերմանացիների մասին է խոսքը, ֆրանսիացիների մասին է խոսքը, ճապոնացիների մասին է խոսքը, ամերիկացիների մասին է խոսքը, ինչու պետք է հայերը առանձնանան եւ հայերի մասին խոսքը չգնա։ Ինչի պետքա մենք ապավինենք 90%-անոց մեր հայ հասարակության վրա, ոչ թե այն 10%-ին, որը պետք է առաջնորդի հայ հասարակությանը, այսինքն պետությանը, ընտրանուն մշակութային գործիչներին, լրագրողներին, երևելիներին, որոնք պետքա մարդկանց ասեն ով մարդ, դու պայքարի ուղուց պետք է չշեղվես, պատմական ակունքներիցս եկած, քո հայք նահապետիցը սկսած, պատերազմից չես փախչել, առերեսվել ես, ահարկու թշնամիների եւ կարողացել ես քո հաղթանակը տանես հազարամյակների մեջ, որն է պատճառը, որ դու վախենաս, պայքարից խուսափես, չի կարելի պայքարից խուսափել, պայքարից խուսափողը ծնկած գերու կարգավիճակն է ստանում ընդդեմ մարդատիած եւ մարդակեր այն թշնամիների, որը ավտոմատը պահած են լինելու այդ գերիների վրա եւ գնդակը հարելու են։ Մենք ինչ է փառախում կապված անասունների նման պետք է ենթարկվենք այդ ճակատագրին, թե պետք է մենք դառնանք այն մարտիկը, որը մեր մարտը առաջ տանի։ Այս պատերազմը մեր ցանկացածը չի, մեզ պարտադրել են եւ հիմա հարվածում են մեզ։ Ես կասկած չունեմ, որ եթե հայ ժողովուրդը համախմբվի ու կարողանա հավասարարժեք պատասխան տալով երկիրը զորացնի, հզոր Հայաստան ստանա, մենք պատերազմից այդ ժամանակ կխուսափենք, որտեղ որևէ մեկը չի հանդգնի հզոր Հայաստանի վրա զորքով գա, եւ մեր թշնամիները կվերանան, կամ կդադարեն թշնամի լինել, կվերածվեն բարեկամների, կամ թշնամի լինելով կոչնչանան, որտեղ խաղաղության միակ ճանապարհը, որը մեզ կտանի Բաղձալի խաղաղության, դա ուժեղ Հայաստանի Հանրապետություն կայացնելն է, արժանավորների իշխանություն հաստատելն է, պետական կառավարման համակարգը կառուցակարգելն է։ Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի խուսափել պատերազմից, քանի Հայաստանը տկար է եւ կապիտուլյացիոն փաստաթուղթ է վավերացնում ոչ հավասար սկզբունքներով, եւ դուք ձեր դահիճների ձեռքերը բացահատում եք միջազգային քրեական դատարաններից նրանց նկատմամբ հոդվածները հետ կանչելով, դուք ձեր դահիճին ասում եք, որ ես զոհ ես, արտոնում եմ քեզ եւս մեկ անգամ ինձ ցեղասպանելու, եւս մեկ անգամ ինձ ցեղասպանելու ու ցեղասպանելու այնքան ժամանակ միջև դու մեր արյունով կհագենաս եւ մեր պետությունը կոչնչացնես։ Սա է մեր ցանկացած իրականությունը եւ մեր ապագան, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար։ Եթե սա է, ապա աշխարհում ոչ մի հայ թող չպարծենա իր պատմությամբ, թող չպարծենա մեր հսկա հերոսների եւ մեր նախահայրերի գործած սխրանքներով, որտեղ դուք նրանցից ծնված ապօրինի ժառանգները կլինեք, եթե ուրանաք նրանց անցած ուղին։ Չի կարելի շեղվել պայքարի ճանապարհից։ Գիտեք, շատ կարևոր դարձյալ թրույթ մտրիկ, որ նաև ինձ մտածել գուտա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, գսեք 10% մասին, այո, Գոստան Զարյանն լսած է, հայ ժողովրդի գառուցվող բադմությունը գարմիր թել է եւ այդ գարմիր թելը միայն քիչերը մասնագից կդառնան, բայց մեր օրհասը, որ ապրեցանք Արցախի գորուստով պայմանավորված անասելի ցավ էր եւ այդ մեկը չաշխատեցավ այդ 10%-ի թրույթը։ Ուր է այսօր 10%-ը։ Նոր պետք է կայանա։ 10%-ը նոր պետք է կայանա։ Իմացեք, որ ռազմավարական ընտրանին դա շքեղություն է, որ վայելում են անընդմեջ պետականություն ունեցած ժողովուրդները։ Մեր պետականությունը նոր է։ Մանուկ է, երեխա է։ Նոր է։ Շատ նոր է, եւ մենք եղել ենք ծայրագավառի կարգավիճակում։
այստեղ ռազմավարական ընտրանի չի ձևավորվել, եւ ի դժբախտություն մեզ Սփյուռքում էլ պառակտությունը այնքան մեծ է եղել, որ Սփյուռքում էլ ռազմավարական ընտրանի չի ձևավորվել, հիմա կձևավորենք, ոչինչ, բայց ընկել եք հայեր, քաջություն գտեք ձեր մեջ ոտքի կանգնելու, վեր կացեք, Արցախը կորսված չի, քանի դեռ պայքարի ոգին ապրում է, ոչ մի հող կորսված չի, եւ ոչ մի իրավունք ոտնահարված չի, քանի դուք կանգնած եք պատերազմի եւ մարտի ու մարտնչելու եւ պայքարելու ճանապարհի վրա, որովհետեւ այդ ճանապարհը բացվում է միայն ընթացողի ոտքերի տակ։ Եվ եթե դուք գտնվում եք հիմա դժոխքում, Վինստոն Չերչիլի ասած ոգով, ապա շարունակեք ձեր ընթացքը, որ չմնաք դժոխքում։ Քայլեք առաջ, ոտքի կանգնեք, թափ տվեք ձեր շորերը, վերագտեք ինքներդ ձեզ, մի կոտրվեք, որտեղ մեր ուսուցիչները մեզ սովորացնում են չկոտրվել։ Տիեզերական վարդապետ եւ հայ ժողովրդի մեծագույն ուսուցիչ Նարեկացին ասում է հուսալքված մարդը նողկալի արարած է։ Այսինքն ասում է հայ դու հուսալքվելու իրավունք չունես։ Գիտեք, ես նաեւ պիտի ուզեի շոշափել ձեր տեսակետը այս վերջին օրերու միջազգային այսպես դուրու տնպոց մգա, այս ինչ ողջույններու շարան է Եվ այս մեկը գբարունագե վտանգներ այն իմաստով, որ գիշեք մենք այնքան ամուր գարչած էինք Արցախին։ Ձեր մանկության, իմ մանկության դարիներեն մենք այսպես հրաբարակներուն վրա այսպես կանգնած ենք եւ ես Բեյրութի մեջ, դուք Երևանի մեջ կամ այլուր բանջած ենք, պաշտպանած ենք Արցախի տադը, բայց այդ ժամանակ ալ միջազգային հանրությունը Արցախը մենք ընդունած էինք որպես հանրապետություն, այսպես ասած Այսօր ճիշտ հագաբադգերի վտանգը գա, այսինքն ամբողջ աշխարհը գողմ է, որ մենք խաղաղություն կնքենք Ադրբեջանի հետ եւ տեսակ Ճապոնիան անգամ, չեմ գիտեր, Գերմանիան, եվրոպական երկիրներ, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Անկարան բոլորը գողջունեն այս դրական շարժը, ասենք, որ դակավին գախնախորուրդ է Ինչ կրնաբադահիլ, եթե մենք ընդդիմանանք որպես ժողովուրդ, ինչ է ռիսկերը։ Տեսեք, ոչ թե որպես ժողովուրդ ենք ընդդիմանում, այլ պետությունը պետք է ռազմավարություն որդեգրի։ Բայց պետությունը իր ընդրանքը կատարել է, պետությունը չէ, իշխող վերնախավը։ Հիմա տեսեք։ Պետության ներկայացուցիչ չէ, էգամ չէ։ Այո, հա, բայց պետությունը կճանաչի, եթե խորհրդարանը հաստատի սահմանադրական դատարանն էլ վավերացնի, դեռ այդ գործընթացներ կան։ Այո, քաղաքական ուժն է ճանաչում այս իրողությունները, դա այդ քաղաքական ուժի խնդիրն է։ Ներկայիս քաղաքական ուժերը թույլ պետք է չտան, որ այդ ազգակործան իրողությունները տեղի ունենան։ Ունին այդ ուժը, բան Սիմոնյան։ Մեր Հայաստանի շնորհապետական կուսակցությունը պայքարելու է ամեն կերպ, որպեսզի Հայաստանի Հանրապետության հնարավորությունները կաշկանդող եւ կապիտուլյացիան կապիտալիզացնող փաստաթուղթ չվավերացնի։ Ունիք այդ ներուժը։ Պետք է փորձենք։ Էական չի ունենք թե ոչ։ Էական չի կպարտվենք թե կհաջողենք, պետք է պայքարենք։ Պետք է պայքարենք։ Արժանապատվությունը մեկն է։ Մենք ծնվել ենք այս ժամանակահատվածում եւ ծնվել ենք հայ, պետք է պայքարենք հայկականության համար եւ այս ժամանակներին հատուկ խնդիրների առաջ։ Բայց այդտեղ այլ հանգամանք կա։ Աշխարհը ասում եք ճանաչում է, չէ՞։ Մենք եթե հետ գրանք տեսնենք Արցախյան ռազմական գործողությունից հետո իրադարձություններին, կտեսնենք, որ եւ Միացյալ Նահանգները, եւ Ֆրանսիան, եւ եվրոպական հզոր պետությունները արժանապատիվ խաղաղության կողմնակից պետություններն են չուրանալով Արցախի հարցը։ Մենք անգամ գիտենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը եկավ տարածաշրջան նախկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, արձանագրեց, եվրադիտորդները եկան արձանագրեցին։ Հստակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի իրականացվել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ են Ռուսաստանի եւ Ադրբեջանի խախտումներով պայմանավորված, բայց աշխարհը իրեն հարց է տալիս, եթե 2021 թվականին ընտրություններով հայ ժողովուրդը այլընտրանք չունենալու պատճառով թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրեց կրկին Նիկոլ Փաշինյանին, մանր-մունր ընտրախախտումները մի կողմ դրած, ապա Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է լեգալ իշխանությունը Հայաստանի Հանրապետության Հետևաբար աշխարհը կընդունի լեգալ իշխանությունների բոլոր այն որոշումները, որը որ ժողովուրդը կհանդուրժի։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություն պատկանում է ժողովրդին։ Հիմա սիրելի ժողովուրդ, ինչի պետքա դուք ձեր երեխաներին ստրուկ դարձնող հանգամանքներին հանդուրժեք։ Ինչու։ Նիկոլ Փաշինյանը շեղվել է իր նախընտրական խոստումներից։
2021 թվականի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջ եկան այլ ծրագրով եւ այլ խոստումներով, անում են շրջաբերաբար այլ բան։ Նա լիազորված չի այդ քաղաքականությունը իրականացնելու։ Իսկ աշխարհը կելնի իրողություններից, ինչպես Նապոլեոն Բոնապարտն էր ասում. արևը դե յուրե ճանաչելու կարիք չունի, որ ամեն առավոտ ծագի, ամեն երեկո մայրը մտնի, նա կա։ Իսկ այդ մեկը գներեք ընդրություններու ջամփով հնարավոր է այդ մեկը կատարել, այսինքն ժողովուրդը փոքե եւ չընտրի եւ ընդրություններ բանջի։ Ձեր խոսքին վերաթար, այո, կարող է։ Գայթ շանսը ունի Հայաստանը։ Այո, Հայաստանը ամեն շանս ունի։ Դուք չեք պատկերացնում մեր առաջ ինչ դարպասներ, դռներ չէ, դարպասներ են բացված։ Բայց որևէ մեկը մեր մաշկից ու ձեռքերից ու մազերից չի քաշտա այդ դարպասներից ներս, մենք ինքներս պիտի մուտք գործենք։ Խոսքը Եվրոպայի հետ Եվ Եվրոպայի հետ հարաբերությունների մասին է, եւ Հայաստանի ռազմաքաղաքական կշիռի եւ պոտենցիալի ավելացման մասին է, եւ պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու մասին է, սոցիալական ծրագրերի կոռուպցիան ի վերջո արմատախիլ անելու մասին է, որ այսքան նստած Հայաստանի Հանրապետության արյունը խմում են եւ շարունակում են խմել տարբեր մասերից արդեն բամբասանքների մակարդակով տեղեկատվություն է գալիս, թե ինչ է կատարվում քաղշին թույլտվությունների իրավիճակում, ինչ է կատարվում հողերի, ապօրինի սեփականաշնորհման եւ վաճառքների մասով, հազար մի բան է լինում։ Պետք է հասկանանք, չէ, ընդ որում պետական ծառայության մեջ գտնվող սիրելի քաղաքացիներին, հայ մարդիկ, դուք երթվել եք զինանշանին, դրոշին, Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե անձին։ Անձերը անցողիկ են, այսօր կան, վաղը չկան։ Ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, կատարեք ձեր պարտականությունը։ Բարին, ես նաև պիտի ուզեի խոսիլ վերջին օրերուն դեղի ունեցող որոշ շարժումներու մասին, նաև գաբել այդ բոլորը Ադրբեջանի հրեդորապանության մասին, օրերս Թրամփի անձնական ներկայացուցիչը Մոսկվայեն յետք ամիջապես մեկնեցավ Բաքու եւ այդ այցի մանրամասնությունները չկան, սակայն այսօր Jerusalem Post-ը գբանար շագերտները գսեր այս այցը համացանեցված է այդ առումով դուք մտահոգիչ բան կտեսնեք ռազմական գործողություններու ինչ բադոհանով դիտված մանավանդ որ մյուս կողմի հետենայինք Մոսկվան նաև Մոսկվայի օրագարկը 3 սեղանին էր այն իմաստով որ վարչապետ Փաշինյան պիտի մեկնի Մոսկվա եւ Մոսկվա կողջունի այս բոլորը եւ Զախարովան գահայդարարել թե մենք պատրաստ ենք հարթակ դառնալու եւ խաղաղության պայմանագիրը կնքելու այս երկու կողմերու միջև ինչ կգատարվի ի վերջո Պատերազմը ուզում են տեղափոխեն կրկին ակտիվ ֆազա։ Պետք չի ինքնախապեյությամբ զբաղվել։ Հիբրիդային պատերազմից, տեղեկատվական պատերազմից, հոգեբանական պատերազմից ուզում են անցում կատարեն կոնվենցիոնալ պատերազմի։ Ինչու՞։ Որտեղ կոնվենցիոնալ պատերազմը ավելի էժան է նստում։ Զինվորներն են մեռնում, նրանց համար իրենց ազգյալի կյանքը ոչինչ չարժի, շատ են։ Ավելի էժան է եւ ավելի արագ է։ Իսկ դիվանագիտական, տնտեսական հոգեբանական, պատումների պատերազմում միլիարդավոր դոլարներ են ծախսում։ Ձեր չի տալիս, բիզնես հոգեբանություն է։ Սա մտահոգիչ է։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձևավորի խորհուրդ, որտեղ կներգրավվեն բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները Եվ այն անկախ մտածող անձիկ, ովքեր որ ինտելեկտուալ են ու կարող են առաջարկեն մոտեցումներ, ձեզ սպասարկող հնդու հավերից էնկոմ նայեք։ Ձեզ ամեն օր փառաբանող գլխներին դրածները ձեր գերեզմանափորներն են։ Ձեր քննադատներից կազմված խորհուրդ ձևավորեք, որ այդ մարդկանց հետ գաղափարական բախում տեղի ունենա ուղեղային գրոհ։ Հասկանանք ինչ ենք անելու, որ ազգին այս մոտալուտ պատուհասից փրկենք։ Միջև ընտրությունները Ունենք 1 տարի ժամանակ, 1 տարի լարախաղացի ճոպանի վրայով ընթանալու ճանապարհ ունենք։ Ինչ ենք անելու, որ Սփյուռքի ներուժը համախմբենք։ Սփյուռքի ներուժը, Սփյուռքում այնց տաղանդավոր մարդիկ կան, խիզախ մարդիկ կան, հայրենիքի համար հայրենիքի կյանքով ապրող անհատներ կան։ Բոլորը վիրավորված են, բոլորին նեղացրել են։ Նաև պատերազմը բոլորին կոտրած է։ Իրավունք չունենք կոտրվելու, ով հայ ժողովուրդ, հուսալքված մարդը նողկալի արարած է, ինչ իրավունք ունեք կոտրվեք, ոտքի կանգնեք,
հուսալքված մարդը այն արարածն է, որն ամենախոր ծովերի ամենաանհատակ անդունդում է գտնվում, որն ամենահեռուն է Տեր Աստծուց։ Հուսալքված մարդու մեջ բացակայում է սերը եւ հավատը, որը կտրում է մարդուն Տեր Աստծուց։ Նարեկացի կարդացեք։ Մենք ծնվում ենք հայ, բայց հայանալու ճանապարհը կիսատ ենք թողնում, որտեղ մեր ուսուցիչներին չենք կարդում։ Նժդեհ կարդացեք։ Սովյալների եւ որբերի Հայաստանը կարողացավ թուրքին, ռուսին հաղթի, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում։ Ծիծաղելի է։ Ինչն է պակաս մեր ոգին, տղամարդկությունը, խիզախությունը, արժանապատվությունը, պարկեշտությունը, թե տաղանդը։ Մտածենք ինչն է պակաս մեզանում։ Մտածենք, իսկապես մտածենք, անչափ շնորհակալ եմ այս արիթին համար եւ այս խոսքերով հուսատրիչ նաեւ առաջարկով Հայաստանի իշխանություններուն ուղված շատ կարևոր դիտարկումներով մեր անգերց զրույցը Գուրգեն Սիմոնյանին է դեր շնորհաբեդական գուսակցության ղեկավար քաղաքական գիտություններու տեխնազու նաև արիթը պիտի փորձեմ ներկայացնել հորտորելով մեր դեսանյութերը տարածել այդպիսով դուք խտանած պիտի լակ մեր անգախ մամուլի գործունեությունը բարին ընծես